Ուզում եմ մի փոքր խոսել ուրեմն այս խուժան TikTok-ի խաբեբաների հետ կապված իզուր չի, որ ես դրել եմ այս ուրեմն նկարները, մենք տեսնում ենք էկրանի վրա մոմը վառված, դուրսը և լուսինը, մեծ իմաստ ունի, այսինքն յուրաքանչյուր խաբեբա ինքը չգիտի թե ում ձեռքը այսօրվա իմ հետևորդը ընկել էր, բավական երիտասարդ աղջիկ, ուրեմն անձը TikTok-ում ինչքան խաբեբա կա ընկել էր ձեռքը, ծրագրավորել էին, բավականին շատ վատ վիճակում էր գտնվում, էկրանի վրա տեսնում եք փոքր աղջկա նկար է, որը բավականին վախեցած է և ինչ-որ կաշմարներ են մոտենում իրեն, դա վախի դեպքն է, ուրեմն ես ուզում եմ ասել, որ ինչ խղճով եք դուք քնում, խաբեբաների մասին է խոսքը, ասենք մարդուն այդ հենց նույն էս վիճակին գցելով բավականին ուժեղ դեպրեսիաների մեջ, որտեղ անձին ինձ մոտ բերել են այսօր բավականին շատ վատ վիճակում։ Ես այսօր ճիշտ է այդ մաքրումն արել եմ, ուրեմն պետք է պատրաստ լինեք բավականին մեծ ատկատների, որովհետև մարդկանց խաբելը տարոյից բավական հեռու մարդիկ եք անգամ չգիտեք, թե որ տարոքարտը ինչ է նշանակում, բացել եք մի դուռ, որ ես չէի խոսի այս մասին, եթե այդ աղջնակի վիճակը չտեսնեի, ինձ համար շատ հետաքրքիր է, դուք ինչ խղճով եք քնում։ Այ գուշակ մանուշակ խաբեբաներ, շառլատաններ, դուք ընդհանրապես իրավունք ունեք մարդ կոչվելու, մարդկանցից գումարը վերցնելով մարդկանց նեգատիվի վրա եք ծրագրավորում, մանիպուլյացիա անում, ձեր թակարդը գցում, կեղտոտ գործեր անում և մարդը հայտնվում է շատ վատ վիճակում ու դիմում է ինձ, դուք ձեզ հարգում եք, դուք սկի լուսնային օրերը չգիտեք, թե որ լուսնային օրը տարոքարտից չհասկացողը ոնց խաբեբա, ով իրա թակարդն է գցում գումարներ աշխատում, իրա վեճ ինչի, ուրիշի ճակատագրերի հետ խաղալով։ Եթե տարոյից չեք հասկանում, բնական է, լուսնային ոչ մի օրից էլ չեք հասկանում, որ հասկանայիք այդ աղջկան այդ վիճակի չեք գցի։ Ես մի բան կարող եմ ասել, որ այդպիսի մարդկանց պետք է մեծ պատիժներ լինի հետագայում, որ խելքները, գլուխները գա ընդհանրապես չբացեն մի դուռ, որը ընդհանրապես իրանք ոչ մի կապ չունեն այս ամեն ինչի հետ։ Ես սա ներկայացրեցի, որպեսզի մարդիկ այդքան միամիտ չլինեն նման խաբեբաների ձեռքը չընկնեն, որովհետև շատ վատ վիճակի մեջ, վախեցած, կոդավորված, դեպրեսիայի մեջ է եղել մարդը, մտածելով, որ ինչ-որ երևույթ, վախի դևը, իրան անհանգստացնում է, անգամ որոշել են տանեն հոգեբուժարան, այս սենց տականքներ դուք խաղում եք մարդկանց ճակատագրերի հետ, ձեր նմաններին վառել է պետք, ես մենակ էդ կարող եմ ասել, վառել, որպեսզի ձեր ձեռքը ընդհանրապես հեռու մնա մի բանից, որը բավականին վտանգավոր է, դուք մարդկանց ճակատագրերի հետ եք խաղում, և ես հորդորում եմ մարդկանց նման լարվերի դիմելու, նրանց թակարդ ընկնելու համար, նույն վիճակի մեջ կարող է նաև դուք ընկնեք։ Նույն վիճակի մեջ, որովհետև խաբեբաները խաղում են ձեր ճակատագրերի հետ, և այստեղ դուք էլ եք այդ կանալը բացում, դառնալով լյարվիկեր, ինչպես այսօրվա աղջիկն է եղել։ Ցավում եմ, բայց ցավոք սրտի խաբեբաները շատանում են և ես ասում եի, ամենաշատը հենց երիտասարդներն են ցավ պատճառելու, վնասելու մարդկանց։ Եվ ինձ մոտ օրեկան, այդպիսի դեպքերը ես ստանում եմ։ Այսօր այսքանը զգույշ եղեք և հերիք է խաբեբաների կերը դառնաք, հերիք է։